Որոնը բնականաբար հասկանալի է, բայց առնվազն 2 ամիսը, որ կոնկրետ գործով, կոնկրետ տեքստով հրապարակային հայտարարություն է տեղի ունեցել, անկախ այս դատական նիստից։ Հրապարակային հայտարարություն է տեղի ունեցել մամուլի միջոցներով, փաստացի հրապարակային հայտարարություն է տեղի ունեցել այս դատարանում, ինչպես մեկ նիստ առաջ իմ պաշտպանի կողմից եւ այսօր էլ մյուս պաշտպանի կողմից։ Առ այն, որ այս գործում առնվազն գոյություն ունի նենգափոխում իրադրությունների, դեպքերի, խոսքերի։ Սա հստակ արձանագրված փաստ է։ Բայց այս հրապարակային արձանագրումին ես կարծում եմ, որ հիմա դուք կարող եք ասել, որ մեզ չի վերաբերում, բայց ես ուզում եմ երկրորդել եւ կրկնել։ Այս հրապարակային արձանագրումներին բացարձակապես ոչ մի իրավական հետապնդում, հետաքրքրություն, լինի դա մեղադրողների կողմից, լինի դա իրավապահ համակարգի այլ իրավասու մարմինների կողմից տեղի չի ունեցել 2 ամսից ավելի։ Հաստատի հանցագործության մասին այստեղ հաղորդում է տրվել։ Եվ սա ուզում եմ այս պահին ես արձանագրել, որ մենք, այո, պաշտպանները մեր հանցագործության մասին հաղորդում են տվել եւ հիմա ես հրապարակային նորից եմ կրկնում դա։ Եվ հրապարակային էլ ասում եմ ամենայն պատասխանատվությամբ Հայաստանի Հանրապետությունում գործող գլխավոր դատախազ եւ քննչական կոմիտեի ղեկավարները ստախոս են։ Հիմա սրա համար պատասխանատվություն կենթարկել, ես իմ հայտարարությունն արեցի հանցագործության մասին, եթե ես իմ հայտարարությունը ուրիշ գործի արդյունք կլինի, խնդրեմ, պատրաստ եմ նաեւ այնտեղ լինել։ Դատորության մասնակից։ Ներողություն, որ այլ կերպով խոսեցի, բայց իրականության արձանագրում է։ Շնորհակալություն։ Ուրեմն դատարանը իր որոշումը կայացրեց։ Դատարանը չի կարող որևէ եզրահանգման գալ, բարձ ասում եմ, եթե պաշտպաններից որևէ մեկը այդ ձայնագրությունը կամ մյուս ապացույցները արդեն ուսումնասիրել է, դատարանը պետք է հետազոտի դռնբաց դատական քննության ընթացքում։ Եթե դռնբաց դատական քննության ընթացքում հիմնական դատալսումների ընթացքում դատարանը որևէ ապացույց չի հետազոտել, ընդամենը կողմի կարծիքը լսելով, դատարանը չի կարող որևէ եզրահանգում կատարել եւ որոշում կայացնել, որովհետեւ դա կդիտվի արդեն կողմնապահություն։ Ես մի բան էլ ասեմ, էլի ձեզ, ինչ որ վերաբերում է հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու, խնդրեմ կարող եք հանցագործության մասին հաղորդում ներկայացնել դուք էլ վարորդի ցանկացած մասնակիցել, եթե այդպիսի մեկ առկա է, բայց դատարանին չեք ներկայացնում, դա ներկայացնում եք իրավասու մարմնին։ Եվ մի բան էլ կոչ անեմ ձեզ եւ պահանջս է եւ խնդրանքս վարորդի յուրաքանչյուր մասնակցի մի փորձեք որևէ մեկին ձեր ելույթներով վիրավորել, դրա անհրաժեշտությունը չկա։ Դատարանի պահանջը եւ ցանկությունը հետեւյալն է, որ նորմալ մթնոլորտում մենք կարողանանք նիստի բնականon ընթացքը ապահովել, բոլոր հարցերի լուծումը ժամանակին տալ, որպեսզի անհարկի չերկարաձգվի մեր քննությունը տվյալ վարույթով։ Դրա համար էլ դատարանը յուրաքանչյուր շաբաթը մեկ, սա եզակի երևի երևույթներից մեկն է, յուրաքանչյուր շաբաթը մեկ ես նշել եմ, որ յուրաքանչյուր 5 շաբթի օր սույն քրեական վարույթով դատական նիստ է հրավիրվում։ Ժամն էլ նախապես բոլորը տեղյակ եք։ Իհարկե։ Ուղղակի ճշգրտում անունից ինչ որ ասացիք նախապես, հիմա էլ որ երկրորդեցիք կրկնեցիք, ինձ համար ընդունելի է այս պահին։ Այդուհանդերձ իմ հայտարարությունը վիրավորանք չէ, իմ հայտարարությունը հանցագործության մասին է։ Ես ասում եմ ուղղակի որևէ մեկին նիստի ընթացքում մի փոքր հանձնավորած վիրավորանք որևէ Պատվարժան դատարան 4 ամիսը մեզ ամեն ինչ ասել են, ես չեմ ասում դրանից առաջ։ Որևէ մեկի բերանը չի հակվել հանրային հեռուստատեսությամբ, ազգային ժողովով, որևէ տեղում մարդիկ ինչ ուզել ասել են, վերջում ասել են քաղաքական գնահատական ենք տալիս։
Ինչ ուզեք, ամենավերջին հայհոյանքներից սկսած մինչև ինչ ձեր մտքով անցնում է, ամեն ինչ։ Մենք ընդունել ենք այդ հալածանքը։ Արգելի մեղադրյալ, ես Խնդրում եմ, բարեթող վերջացնեմ։ թույլ չեմ տա, որ որևէ մեկը Ավարտում եմ։ մեղադրյալներից անկախ կարգավիճակից Պատվարժան դատարան, ես ուզում եմ ասել, որևէ մեկին չեմ վիրավորում, իրավական, քաղաքական գնահատական եմ տալիս։ Ինձ կարող են ասել ահաբեկիչ ու չգիտեմ ինչ եւ վերջում ասեն քաղաքական գնահատական եմ տալիս, ես էլ նույնն եմ անում։ Հանցագործության մասին հրապարակային հաղորդում եւ իրավական ու քաղաքական գնահատական։ Բարի։ Վարդի մասնակիցներ գույքային հայց